գործընկերներ, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, սկսեմ ձեր հարցին պատասխանելուց, ոչ վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պարոն Գեգամ Նազարյանն է միայն, որը ընդգրկված չէ մեր խմբակցությունում եւ մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին, մյուսները առհասարակ չեն եկել։ Պատիվ ունեմ խմբակցությանը անկախ падգամավոր է, ընդդիմադիր падգամավոր։ Ասեցի մեր խմբակցությունում չընդգրկված падգամավորներից միայն Գեգամ Նազարյանն է, որ մասնակցել է մեր հանձնաժողովի աշխատանքներին։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը մեր հանձնաժողովում երբևէ չի մասնակցել մեր հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին եւ պետք է քվեարկեր իրենց նախագծին, մյուս դեպքերում երբեք չի մասնակցել։ Հայաստան խմբակցության падգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բաց թողումներով իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, վերջին շրջանում չեն մասնակցել։ Բայց չմոռանանք ինչի համար եմ ես մոտեցել ամբյանին եւ ասեմ հարգելի գործընկերներ, քննարկվող նախագիծը քննարկվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ էության դրա բոլոր մանրամասները նախագծի հիմնական զեկուցողը ներկայացրեց եւ ես չեմ կրկնվի, հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն նախագիծը եւ ես նույնպես կոչ եմ անում քվեարկության ժամանակ կողմ քվեարկել այս նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Ռուբեն Ռուբինյան, Տիկին Ջուլհակյան, մի հարց էլ տամ, օրինակ ձեր հանձնաժողովի անդամ ընդդիմադիր գործընկերները, որ չեն մասնակցում, գուցե ձեզ են հայտնում, այսինքն իրանք ինչ պատճառով չեն մասնակցում, գուցե քաղաքական բոյկոտ են անում, ինչ եմ հարցնում, որտեղ լիագումարի վերաբերյալ ոչ մի բան մեզ հայտնի չի, օրինակ, եթե հայտարարած լինեին, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, կասեինք շատ լավ, քաղաքական բոյկոտ է, կամ ասեին ոտներս ենք ջարդել, չգիտեմ, նեղացել ենք, գոնե կիմանայինք։ Հիմա հարցնում եմ, գուցե ձեր հանձնաժողովի բացակայության բացատրություն կա, խնդրեմ պատասխանեք։ Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ բացակայությունների ժամանակ, մասնավորապես պարոն Մինասյանը զանգել եւ տեղեկացրել է, որ ի վիճակի չլինելու մասնակցել հանձնաժողովներին, բայց այս վերջին շրջանում, որ ասացի, չեն գալիս լիագումար նիստերին զուգահեռ չեն մասնակցում, որևէ կերպ չեն զգուշացրել։ Ես ինքս փորձում եմ հասկանալ իհարկե ինչով է պայմանավորված նրանց բացակայությունը, կարծում եմ եղանակային պատճառներով, կարծում եմ շոկ է եւ չեն ցանկանում աշխատել պարզապես։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, բայց պետք է ասեմ, որ սա աբսուրդ է, էլի, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհում միակ երկիրն է, որտեղ падգամավորների մի մասը գործից փախել են։ Սա ուրիշ անուն չի, հնարավոր չի տալ։ Կար բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ-որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի, տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որտեւ Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասարան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ, ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու ասում եք, պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնյային, երբեմն իր հետ կապել չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ Քենի, էլ Վարորդ, էլ Բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային։ Ինչ եք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ։
այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ, մի քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող։ Կամ Տիկին Գյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել։ Այո, Տիկին Գյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ մարդ որ չունի, հիպոթեք, վարկ, որովհետև մենք սովորական ոնց որ մեր ժողովուրդը ապրում ենք այդ կերպ, մենք չունենք այդ միլիոնները, որ տանք եւ տուն առնենք մեզ համար։ Կներեք, չունենք, չենք մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում եւ չենք գողանալու։ Կամած կփակենք, ունենանք արդար քրտինքով մեր տունն էլ, մեր մեքենան էլ եւ որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին։ Եվ հետո չենք գնա եւ ձեր նման չենք վախենա բանից, բանտում հայտնվելուց։ Մեզ ամենաշատը մեր քաղաքացիները մեղադրում են ամենաշատը նրանում, որ դուք միջև հիմա հնարավորություն ունեք, ոչ միայն դուք, նախկին իշխանության տարբեր նաեւ ներկայացուցիչ, միջև հիմա հնարավորություն ունեք, ասում են, ձեր թուլությունն է, որ միջև հիմա նրանք հնարավորություն են խոսալու, հնարավորություն են առաջադրվելու։ Մենք իհարկե ես ներողություն եմ խնդրում տեմպերի համար, սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հասկանալ, որ մենք եկել ենք իշխանության ու մարմիններ ենք ստեղծել հակակոռուպցիոն։ Մենք եկել ենք դատարան ենք ստեղծել իր այցյաններով, օրենք ենք ընդունել ապօրինի գույքի բռնագանձման մասին, որը այս մարդիկ գնացել բողոքարկել են սահմանադրական դատարան, այն մարդիկ, որոնք պետք է անցնեն այդ օրենքով եւ անցնում են։ Ու 1 տարի առաջ է սահմանադրական դատարանը վճիռը հրապարակել, որ հակասահմանադրական չէ այդ օրենքը։ Դրա համար այդպես է ստացվել։ Իսկ ինչ ունենք այդ օրենքով։ Այս կարճ ժամանակահատվածում այս տարվա փետրվարի դրությամբ 612.5 միլիարդ դրամ հայցագնով գործ կա դատարանում, 166 անձ է անցնում այդ գործով։ Սա արդեն դատարանում գտնվող գործերն են եւ սրա մեջ, որքան գիտեմ, օրինակ Լևոն Մկրտչյանը դեռ ներառված չէ այս գների մեջ։ 1568 անշարժ գույքի պահանջ կա, 356 շարժական գույքի, 467 իրավաբանական անձում մասնակցության։ Այս ամեն մեկը որ նայում ենք, ինչքան ջրամբար էլ կկառուցեինք, չգիտեմ, տարբեր թունելներ էլ կունենայինք, կամուրջներ էլ կունենայինք, ատոմակայաններ, ինչ ասես կունենայինք, եթե չգողանայիք, չլափեիք կներեք արտահայտությանս համար։ Էլ չեմ ասում են օտարած պետությունից, համայնքից, քաղաքացուց են գույքերը։ Մենակ Երևանում, նախորդ տարի հիշում եմ, միայն Երևանում 70 մանկապարտեզ է կերե, 70 մանկապարտեզ է օտարել, կերել։ Էլ չեմ ասում են մի քանի տասնյակ մանկապարտեզները, որոնք ուղղակի տենց տվել եք ինչ-որ ուրիշ անհատույց եք տվել ինչ-որ մեկին օգտագործման եւ այլն։ Որ մեկի տակ իրականում, որ մեկի տակ փորում ենք, միլիարդներ են դուրս գալիս ու դղյակներ են դուրս գալիս ու հələ մի հատ էլ միջև հիմա շարունակում եք ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել։ Ու այո, սիրելի հայրենակիցներ, այս օլիգարխիկ եւ կոռուպցիոն նախկին իշխանությունները, այո, փորձելու են Գյումրու սցենար անել։ Մեզ ասում են դուք ով եք, որ թույլ չտաք։ Մենք ձեր նման չենք կեղծելու ընտրություն, որ թույլ չտանք, տենց մի մտածեք, սիրելի ընդդիմադիր գործիչներ։ Մենք մեր քաղաքացուն բացատրում ենք, որ այս մարդիկ հայտարարում էին, երեք Տիկին Վարդանյանն էր հայտարարում, այո, մենք միավորվել ենք, բոլորն են ասում, որ այո, իրանք միավորվելու են, ձեզ խաբում են, որ մենք իրար հետ